Փաշինյանն ու Ալիևը դարձյալ հանդիպել են, կարճ զրուցել, այս անգամ Եգիպտոսում։ Զրույցի բովանդակությունը դեռևս հայտնի չէ, վերջին անգամ երկու առաջնորդները շփվել էին նախորդ շաբաթ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Այսօր հանդիպումը, որը տևել է ընդամենը մի քանի րոպե, գրավել է միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը որպես տարածաշրջանային քաղաքական կարևոր դրվագ։ Փաշինյանն ու Ալիևը մասնակցում են Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, որը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հրավերով։ Ի դեպ, գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Իրանը, որը հրաժարվել է մասնակցել։ Իսկ Թրամփը մինչև Եգիպտոսում խաղաղության համաձայնագրի ստորագրումը նախ վայրեջք է կատարել Իսրայելում, ելույթ է ունեցել Քնեսեթում, որի ընթացքում էլ չի կարողացել խուսափել սկանդալից։ Երկու падգամավոր Թրամփի ելույթի ժամանակ ակցիա են արել, բարձրացրել են ցեղասպանություն գրության պաստառ։ Իհարկե, անվտանգության աշխատակիցները շատ արագ են արձագանքել եւ անմիջապես դահլիճից դուրս տարել բողոքող իսրայելցի падգամավորներին։ Թրամփը լուր հետևել է տեղի ունեցածին, որից հետո գովել է Իսրայելի խորհրդարանի անվտանգության ծառայությանը։ Ի դեպ, Պաղեստինի եւ Իսրայելի առաջնորդները մտափոխվել են եւ համաձայնել մասնակցել Գազայի հարցով գագաթնաժողովին, հայտարարել է Եգիպտոսի նախագահի գրասենյակը։ Ըստ CNN-ի, Թրամփը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Եգիպտոսում Գազայի գագաթնաժողովի Նեթանյահուի մասնակցության հնարավորությունը, որից հետո Նեթանյահուն խոսել է Եգիպտոսի նախագահի հետ։